Տիրոջի տոնը Տիրոջը ընթരാճ գնալու տոնն է։ Տիրոջի տոնը հայ առաքելական եկեղեցին միշտ նշում է հաստատուն օր։ Ինչպես մեր Տերը ծնվել է հունվարի 6-ին, 40 օր հետո ծնողները բերում են տաճար։ Նախընթաց տոնի այդ կատարությունը գալիս է հին ուխտից։ Ամեն մի արուզավակ, որ արգանդ է բացում, իրեն պետք է ընծայեն տաճարին։ Եվ ահա այսպիսի օրենքի տակ է մտել նաև մեր Տեր Հիսուս Քրիստոս, երբ ծնվել է հունվար 6-ին, եւ ինքը 40 օր լրանալուց հետո իր ծնողները բերում են տաճար ընծայելու Տիրոջը եւ Տիրոջը ցույց տալու անդարանի զավակին։ Երբ որ բերում են մանուկ Հիսուսին տաճար ընծայելու, արևելյան դուռ կար տաճարի մեջ, որը ըստ Մարգարեի խոսքի Եզեկիայի այդ արևելյան դուռը պետք է որ փակ մնար, մինչև Աստված մտներ այդ դռնով եւ այդտեղով դուրս գար։ Ուստի եւ բոլոր հրեաները սպասում են այդ փրկության, թե երբ պիտի գար, եւ այդ օրը երբ որ հասավ, այդ դուռը ինքնիստինքյան բացվեց Աստծո կամքով, դղրդուն էր տեղի ունենում այդ ժամանակ եւ ամբողջ ժողովուրդը այդ քաղաքի մեջ լսելով ձայները իր երեկոյան եւ քանի որ օրը մութ էր, լույս չկար, ջրակ չկար դուրսը, ինչ էին անում, ջրակ էին վառում, որպեսզի այդ ջրակով գային տեսնեին, թե տաճարը ով է մտել այդ դռնով եւ նրանք տեսան դիմավորեցին, հասկացան, թե այստեղ միայն ու միայն ըստ Մարգարեի խոսքի պետք է որ Աստված մտներ։ Եվ այս է պատճառը, որ եկեղեցին այդ տոնը, կատարությունը նաև պետք է նշել, կատարում է երեկոյան, փետրվար 13-ին, քանի որ մեր Տեր Հիսուս Քրիստոս ծնվել է ամսի 5-ի երեկոյան, ճրագալույցին եւ այդ եղել է գիշեր, դրա համար նախատոնակ է կատարում փետրվարի 13-ին, նախ եւ առաջ երեկոյան, կատարում է նաև անդաստանի կարգ եւ այնուհետև ըստ մեր եկեղեցու արդեն վերջի տարիների Վերապար Հարապետի օրհնությամբ նաև այդ օրը կատարվում է նորապսակների օրհնության արարողություն։ Այսօրը մեզ համար նշանավոր օր է, քանի որ մենք նույնպես նորապսակներ ենք եւ ինչպես գիտենք, Տեր Առաքելակի տոնը նաեւ համարվում է նորապսակների օրհնության օր։ Մենք, ինչպես մնացած բոլոր նորապսակները, գալիս ենք այդ օրը գալիս ենք եկեղեցի, որպեսզի նորից ստանանք Աստծո օրհնությունը եւ ավելի Աստծո օրհնությամբ ավելի ամրապնդվի մեր ընտանիքը եւ ավելի կայունանա։ Ասում են, թե Վալենտինի տոն կայս 1-1, պետք է անպայման նշեմ, որ մեր հայ ազգի առաքելական եկեղեցու ավանդության մեջ չունենք այդպիսի տոն։ Մեր ընտանիքում շատ կարևոր է հավատքը։ Այն, որ Հարութը 19 տարի ծառայել է Աստծուն, Աստծո տանը, ինչ որ չափով ես էլ ծառայում Աստծուն, երգչախմբում երգելով։ Այդ ամենը մեզ ավելի է պարտավորեցնում, որպեսզի մեր կապը չկտրենք Աստծուց եւ փորձենք ավելի խորացնել այդ ամենը։ Շատ վկաներ ունենք թե հին ուխտի մեջ, թե առաքյալների մեջ, թե նաև բոլոր այն հավատացյալների, ովքեր որ իրենց վկայությամբ եղել են հետևորդը Քրիստոսին։ Ուստի եւ մեր շնորհավորներն ենք ուզում հղել մեր ժողովրդին, հատկապես այս սուրբ տաճարի բոլոր հավատացյալներին,
եւ նրանց, ովքեր որ ապագայում պետք է հավատացյալ դառնան, այդ տոնի կատարությունը լինի մեզ բոլորիս որպես ջերմություն տվող, ջերմություն փոխանցող։ Պատերազմից հետո ընտանիք կազմելը շատ դժվար է, թե կենցաղային, թե հոգեպես, թե ֆիզիկապես, եւ պետք է ամեն մարդ իր մեջ ուժ գտնի այդ ամենը հաղթահարելու եւ ամուր բռնելու իր ձեռքերով իր ընտանիքը, որպեսզի հաղթահարվի այդ ամեն դժվարություն իր ընտանիքի հետ միասին։ Մեր ընտանեկան ամենամեծ երազանքն է մեր Ստեփանակերտում ստեղծած ընտանիքը, փոքրիկ ընտանիքը ավելի ու ավելի մեծացնել մեր Շուշիում, մեր հարազատ Շուշիում։ Երբ որ մենք մոմ ենք վարում կամ ասենք եկեղեցու բակում, եթե ինչ-որ խարույկ ենք վարում, դա չի նշանակում, թե մենք այդ կրակին ենք պաշտում, ոչ էլ կրակի շուրջը կամ ցատկելով կամ վրայով անցնելով, ոչ էլ կրակին ենք երկրպագում, քանի որ մեր Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է, քանի որ մոմի լույսը կամ կրակը Աստծո ձեռքով ստեղծածն են, ուստի մենք կրակը եւ մոմը վառում ենք մի նպատակի համար, որ ինքը ծառայի Քրիստոսին, մանուկ Հիսուսին, որը աշխարհի լույսն է։ Եվ դրա համար արգելում է եկեղեցին որևէ կռապաշտությամբ զբաղվելու, որևէ թուղթուգիր անելու, ինչ-որ երազանք պահելու այդ կրակի հետ կապված որևէ բան, արգելված է դա։ Կրակի վրայով ցատկելներ ընդհանրապես ոչ մի խորհուրդ չունի, ինչպես Տաթևացին նշեց, կրակը վառում ենք նրա համար, որ կրակը պետք է ծառայի մեր Տեր Հիսուս Քրիստոսին, քանի որ ինքն է ստեղծել ամեն ինչը՝ օդը, ջուրը, հողը եւ կրակը։